Ձեր կարծիքով արդար է, որ Փաշինյանը իր նախարարներին միլիոնավոր դոլարներ պարգևավճարներ է տրամադրել, իսկ թոշակառուների թոշակը ընդամենը մի քանի հազար դրամով է բարձրացրել։ Իհարկե ոչ։ Դրա մասին նույնիսկ հարցնել ամոթ է։ Արդարը թե չէ, այսինքն ստե կասկած չի կարա լինի, միակողմանի պարզավոր չէ։ Եթե բարձրացնում են, լավ է, բայց այդ բարձրացնելուց հետո էլ շատ քիչ է, որպեսզի մարդ կարողանա այդ թոշակով գոնե գոյատևելուն է չի հերիքում, բարձրացնելուց հետո։ Էլ չեմ ասում իջև բարձրացնելը։ Դրան ինչի մասին եք դուք խոսում։ Ուղղա թոշակառուի մասին մտածում, ինչի, որ ասի 10,000-ն ինչ է անելու թոշակառու։ Էլ ինչ եք ուզում դուք այն մարդուց։ Ինչ ավելացնեմ դրան։ Ոչինչ։ Բարձա որ արդար չի, բայց դա արդեն մեր ձեռքին չի, էլի մենք չենք կարող այդ հարցին հստակ պատասխանենք, ինչ անեն, ինչ չանեն, իրանք են որոշում։ Իսկ թոշակի չափից գոհ եք, բավարարում է ծախսերի։ Չէ, ոնց կարա բավարարի։ Թոշակները ոչ թե քիչ է, այլ ուղղակի անասես թոշակը գոյություն չունի։ Ոնց կարելի է նորմալ ապրել։ Ինչպես կարող է մեկը 9 միլիոն փող ստանալ, պարգևավճար, իսկ մեկը 1000 դրամով չավելան։ Նորմալ բան չեմ տեսնում։ Ցավը տանեմ իրանց ձեռքն այ բան։ Ժամանակին շատ հետաքրքիր գործեր եմ արել։ Հիմա գլուխ գովալու բան չի։ Կարծես այդ ֆիզիկոս էի։ Հիմա թոշակն է։ Ու իրանք ձեռք են առնում, ինչ են անում։ Կարծես անիմաստ բան եմ ասել, որտեղ լսող չկա։ Տասը լսող կա, դե ասում խոսում են։ Ասեկոսներով բան չեք անում։ Այս մեկը սենց ասեց, այն մեկը նենց ասեց։ Գրագետ վերլուծեք, ասեք ու դեմեք, մի հատ բժիշկների դիմեք, մի հատ ստուգեն մարդու Պսիխիկա։ Հա, ընդհանրապես վիճակը, սենց աննորմալ բան չի կարող լինել։ Միջնորդավճար, ինչի եք վերցնում, այն էլ ինձնից։ Միջնորդավճար, ինչի եք վերցնում։ Причем ինչ 1000 դրամ, այդ 1000-ը համարվում է։ Ես խնայողաբար եմ, նու ամեն ինչը նորմալ եմ անում։ Ամեն ինչ ես հասում, բայց դե ինչի են վերցնում։ Հետիք չի բարձրացել, որտեվ կենտրոնում եմ ապրում, հիմա միլիոնով վաճառեմ գնամ փողոցում։ Աշխարհն է, ձեր մենք բացառություն չենք։ Իսկ թոշակների բարձրացման վերաբերյալ ինչ Դե որտեղ կասեք։ գներն էլ են բարձրանում։ Մեր վարչապետներ, մյուսներն էլ ամեն տարի բարձրացնում են, էլի։ Իսկ գնաճի մասին ինչ կասեք։ Դու գիտեք աշխարհում ինչ է կատարվում հիմա։ Հա, հիմա մենք Հայաստանի մասին ենք խոսում։ Դե եթե Հայաստանը երկնքից չի իջել, Հայաստանն էլ աշխարհի մի մասն է։ Եթե պատերազմներ ա, նշանակում է նավթն էլ է թանկանում, իսկ նավթի թանկացումից ամեն ինչ թանկանում է արդեն։ Արդարը արդար չի, բայց ոչ մի բան չեմ կարող ասել։ Ձեր ասածը նորմալ երկրի վերաբերյալ է, իսկ ես երկիրը այսօր անարխիայի տիրապետության տակ է։ Թուրքական անարխիան է այսօր Հայաստանում տիրում։ 18 թվականին հանրապետական կուսակցությունը բերեց թուրքական ագենտներին 6 ամիս պահեց Ադրբեջանից ստանալով 211 միլիոն գումար եվրո Հայաստանը հանձնեց թուրքամետներին։ Իսկ ներկա իշխանության մասին ինչ կասեք։ Նույն իշխանությունն է։ Սա հանրապետականի այս բիճողլիներն են։ Սրանք մարդկությունից հեռու մարդիկ են, սրանք նորմալ երկրի բան չի։ Մարդասպան Տրամպին 94000 Պաղեստինա սպան է, պաղեստինցի սպան է, խաղաղություն հարցակվել է, մարդասպան է, ասում է պիտի սպանեք, ես ինչ մարդու սպանի, ինչ նորմալ, սանք ինչ են, ով է, Նիկոլով է, թուրքական ագենտ է, մարդասպան շանվորդ է, ինձի կարող է բավարարի, ես զինվորական թոշակ եմ ստանում, բայց մյուսներին չի բավարարում, այդ մարդիկան սովորած են։ Ես էլ եմ այդտեղ արել, որ քիչ եմ բան արել։ Քիչ եմ որովհետև սրանց վերջը ուրիշ ձև է, սրանք այն մարդիկ չեն։ Թոշակը ինչ է նշանակում թոշակը 10,000-ով։ Այդ որպես պիտի տա այդ փողը։ Չկա փող, որ ընտրվի, չի ընտրվի ինքը մինչև ընտրությունները չի հասնում։ Դա խեղկատակություն ընդհանրապես։ Եթե մի բանը բյուջեով նախատեսված չէր, 3 ամիս առաջ նոյեմբեր ամսին միշտ բյուջե են հաստատում, չէ։ Նախատեսված չէր։ Այդ հունվար ամսվա հարկերից տենց միանգամից մեծ թվեր ստացան, որ առաջարկեց։
Դա պարզ է, հիմա ընտրություններ է գալի, ամեն մեկը մի ձևով ուզում է գայթակղի մարդկանց։ Մնում է մարդիկ իրանք մտածեն, որոշեն էլի։ Թե չէ, այդ եսի ինչ չէր, այդ 10,000 դրամը յա եղած, յա չեղած։ Այսօրվա պայմաններում վատեն է, որ իրանց համար ամեն ինչը բերովի է, էլի։ Ժողովրդի համար է, որ մտնում են խանութ, վախեցած փախնում են դուրս։ Այդ որ իրանք գնան, իրանք անեն այդ առևտուրը, իրանք տենան ինչա կատարվում։ Եթե մի բանը բարձանում է մարդու են մինիմալ կարիքների համար, որ հաշվում է, խոսքի օրինակ այդ մարդը պետք է ծախսեր մի 100,000 դրամ, բայց բարձացել է ամեն ինչը, այդ նույն բանը հաշվում ես դառնում է 200,000 դրամ։ Այդ մարդու համար այդ 10,000-ը եսի ինչ երևելի մի թիվ չէր։ Նորմալ է։ Ինչ են աշխատել, որ հլա միլիոններ են գալիս։ Ամբողջ օրը իրար չասես։ Թոշակների մասին ինչ կասեք։ Թոշակը ես կանխիկ եմ ուզում սամ, ինձ պետք չի, որ ես քարտոզ ստանամ։ Ինձ ոչ էլ դրանց 10,000 դրամն է պետք։ Ես կանխիկ եմ ուզում։ Մեծ կին եմ, ես ինչ ուզեմ առնում, դու քեզ ինչ գործ ունես իմ թոշակից, ոնց եմ օգտագործում։ Գիտեք ինչով արդար, որ մինչև հիմա ոչ կառույց թոշակն են բարձրացել, ոչ աշխատավարձ, ոչ նպաստ եւ ժողովուրդը շատ գոհ էր։ Հիմա այդ կաթիլն էլ որ կաթացնում են, հույսով եմ որ կտային դեպի բարելավում։ Փոխվի դա։ Այո, եթե մենք գնում ենք դեպի Եվրոպա, ես Եվրոպա ապրել եմ, գիտեմ այնտեղի կարգ կանոն իրականությունը, ուղղակի ժամանակապետ բոլոր հարցերը չի կարելի միանգամից լուծել։ Ընդհանրապես դա հույսով լինենք։ Շատ դժվար է, իրենց խոստումներից, իրենցից ստախոսների։ Им Тошакин здесь Герика. Это к Пашиняну, это не к нам. Я работающий пенсионер, поэтому мне как-то... Вам хватает пенсии, честно? Нет, конечно. Пашинян все решит.